Այսօր վաղ առավոտից իրավապահները գործողություններ են իրականացրել կապված պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի հետ։ Այդ շրջանակում 7 անձի, այդ թվում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ է կայացրել նաև Գագիկ Խաչատրյանի, նրա որդու Արտյոմ Խաչատրյանի, Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Այվազյանի, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և Հարություն Թադեոսյանի նկատմամբ։ Մինչ այդ հունիսի 4-ին ենթադրաբար ընտրակաշառք տալու կամ ստանալու մեղադրանքով ձերբակալվել էր Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանը, որի նկատմամբ դատարանը 2 ամսով կալանավորում է կիրառել։ Հունիսի 5-ին հերթական մեղադրանքն է առաջադրվել նաև գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանին։ Ըստ մեղադրանքի 2023 թվականի սեպտեմբերին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար։